2026-2027 ուսումնական տարվա համար այն ծնողները, ովքեր գրանցված են կաֆում և կաֆից գումարներ են ստանում, երեխաների համար IRS են ստանում, ուրեմն նրանց հաշվեհամարի վրա օգոստոս ամսին ավտոմատ կփոխանցվեն գումարներ, կախված նրանից, թե ձեր ընտանիքում քանի երեխա է։ Ամեն երեխայի համար տարբեր թվեր են, քանի որ ընտանեկան բյուջեն կազմվում է ընտանիքի անդամների թվի համապատասխան։ Տեսեք, եթե մեկ երեխա է, ինչքան պետք է կազմի ձեր ամպոն, 2, 3, 4 երեխաների դեպքում, ահա այս թվերն են լինելու։ Եվ 2026 թվականին մի փոքր բարձրացել է այդ ստանալիք նպաստը, որը նախատեսված է ուսումնական տարվա համար դպրոցական պիտույքներ, պարագաներ գնելու համար։ Դա տրվում է մեկ անգամ և միայն օգոստոս ամսին։ Բայց եթե ծնողներ կան, ովքեր գրանցված չեն կաֆում, կարող են այս թվերը ճշտելուց հետո, եթե ձեր տարեկան հաշվետվության գումարը չի գերազանցում այս թվերին, ուրեմն դուք կարող եք նորից գրանցվել հենց հիմա կաֆում, որպեսզի օգոստոսին կարողանաք ստանալ այդ գումարը։ Եվ ամեն տարիքային խմբում նախատեսված է այս թվերը, բացի այդ, եթե ձեր տանը կան 16-ից 18 տարեկան երեխաներ, ովքեր լիսեի կամ կոլեջ են հաճախում, անպայման դուք դիմեք հենց հիմա կաֆին, որպեսզի այդ երեխաների համար էլ ստանաք համապատասխան նպաստը։ Ուրեմն ինչ է ստացվում, որ այս տարի մի փոքր գումար ավելացել է 4 եվրո և մի քանի սանտիմ ամեն երեխայի համար անցած տարվա համեմատ։ Ինչևէ, գումարը թեկուզ քիչ է, բայց կարևորը ավելացրել են։